Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Նարինեն, ողջույն Նարինե ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Նախ Նարինե ջան, ինչպես բոլորին այս հարցով եմ սկսում, երևի սկսենք պատմել, թե ինչպես որոշեցիք, որ պետք է զբաղվեք բլոգինգով։ Նախ ասեմ, որ Instagram-իս էջը վաղուց կա, սկզբից տենց ավելի անձնական ու ընկերների համար էր, հետո երևի թե ավելի շատ բլոգինգը իմ մոտ սենց թափ առավ, երբ ամուսնացա, որոշեցի հայ-կորեական ընտանիքի թեմայով ու նաև lifestyle, ոչ միայն այդ թեման, ամենասենց լավ, որ սկսել եմ վարել բլոգս, այդ շրջանում ա եղել հենց իմ ամուսնությունից հետո արդեն, ամուսնությունից հետո։ Ինչից սկսվեց քո սերը կորեական մշակույթի հանդեպ, որը դու կարողացա շատ լավ կերպով նաև տարածել քո հետևորդների մեջ։ Վստահ եմ շատերի մոտ է այդպես եղել, իմ մոտ նույնպես Ջումոնք պատմական դորամայից է սկսվել, այն ժամանակ դեռ շատ քիչ էին դորամաները, հատկապես մեր հայկական TV-ով որ ցույց էին տալիս, այդ սերիալից սկսվեց ամեն ինչ, նայեցի, հետո հասկացա, որ իրենց լեզուն ինձ շատ է դուր գալիս, շատ եմ ուզում սովորել իրենց լեզուն, առաջինը նրա համար, որ սովորեմ, ճամփորդեմ իրենց երկիր ու հենց իրենց լեզվով շփվեմ իրենց հետ, ամենամեծ մոտիվացիաս դա է եղել, սկսեցի սովորել, շատ սիրեցի իրենց լեզուն, նաև սովորելու ընթացքում, արդեն մշակույթ, երկիր, ամեն ինչ կարելի է ասել, բայց սկսվել է Ջումոնք այդ պատմական դորամայից։ Ես միշտ ասենց մտածում եմ, որ դորամաները մարդիկ միշտ մտածում են բոլորը, որ իրանք նույնն են ու տարբերություն չկա, ինչը հիմնականում քեզ այդ շրջանում ուղեց, որ դու սկսեցիր նաև այդ մշակույթը տարածել ու հիմնականում ավելի շատ ինչն էր ներառում քո բլոգում, նաև հիշում եմ, որ մարդկանց օգնում էիր լեզվին տիրապետել։ Մի փոքր խոսես այդ ժամանակաշրջանի մասին։ Նույնիսկ մոռացել էի, որ տենց գործունեություն եմ ծավալել օգնելու հետ կապված։ Նախ ասեմ, որ որպես այդպեսին չեմ փորձել տարածեմ իրենց մշակույթը կամ օրինակ չեմ քարոզել էլի, որ այս սիրեք Կորեան, այս երկիրը, նման ինչ որ գործունեություն չեմ ծավալել, ուղղակի բլոգս վարել եմ ու այն մարդկանց, ովքեր որ հետաքրքրված էին ու ցանկություն ունեին լեզուն սովորելու, քանի որ ես էլ ինքս արդեն սովորելու թե փուլի մեջ էի, թե ինչ որ չափով գիտելիքներ ունեի, այդ շրջանում բլոգս որոշեցի այդ ուղղվածությամբ տանել ու մարդկանց օգնել սովորել կորերեն։ Այն ժամանակ նաև YouTube-ում ալիք ունեի, հիմա էլ կա այդ ալիքս, ուղղակի էլ չեմ վարում, այդպես ակտիվություն չեմ ցուցաբերում, վիդեոներ էի տեղադրում, որտեղ օգնում էի ցանկացողներին սովորել կորերեն։ Իդեպ ամուսնուս հետ էլ հենց այդ իմ YouTube-յան ալիքի միջոցով եմ ծանոթացել, այդ երևի հետո արդեն կպատմեմ մանրամասն։ Երբ որ սկսեցիք բլոգերի կարիերան ձեր, չէիք վախենում արդյոք, որ օրինակ բացասական արձագանքների կարժանանաք, նաև ինչպիսին էր օրինակ ընտանիքի աջակցությունը, որովհետև գիտենք, որ շատ դժվար է, երբ որ դու որոշում ես, որ պետք է օրինակ համացանցում քո առօրյայի մի մասը կարողանաս արդեն հանրայնացնել։ Իրականում որպես այդպեսին ընտանիքիս կողմից ոչ դրական, ոչ բացասական ինչ որ հստակ կարծիք չեն հայտնել, ոչ աջակցություն են ցուցաբերել, ոչ էլ խանգարել են ինչ որ միջոցով, ուղղակի նեյտրալ են եղել, ինչով որ կարողացել են օգնել են, ինչով որ չէ, ուղղակի մի կողմում են քաշվել, որպես այդպեսին վախեր չեմ ունեցել, հետո իհարկե բախվել եմ շատ հեյթի ալիքի հետ, հատկապես մեր ամուսնությունից հետո, էլ ազգի դավաճան, էլ ինչ ասես ինձ համարել են, բայց հիմա արդեն լրիվ սովորական է դարձել ինձ համար, ուղղակի այդ շատ ուժեղ հեյթի ալիք երբ որ գալիս է, նախ պատրաստ եմ արդեն դրան, շատ վիրավորանքներ գրողներին ուղղակի մի անգամից բլոկ եմ անում, հեռացնում եմ իմեջից, որպեսզի թե ես հոգեպես ինձ հանգիստ զգամ, թե ուղղակի իմ հետևորդները չկարդան այդ վատ մեկնաբանությունները, վատ բառերը, որովհետև անկեղծ գրողի փոխարեն շատ հաճախ ես եմ ամաչում։ Նաև սոցիալական հարթակները ձեզ օգնեցին, որպեսզի դուք ծանոթանաք ձեր ապագա ամուսնու հետ։ Մի փոքր կպատմեք ծանոթության մասին, որովհետև շատերին հետաքրքրում է հենց այդ թեման, եւ շատերը միշտ նշում են, որ ինչպես կարողացաք օրինակ դուք հայ լինելով ամուսնանալ կորեացու հետ։ Նախ սկսեմ նայից ինչպես ենք մենք ծանոթացել, YouTube-ում վիդեո էի տեղադրել կորեերենով, պատմելով մեր տոլմայի մասին, ինչպես են տոլմա պատրաստում, մայրիկիս հետ էի դեպ այդ վիդեոն նկարել ու տեղադրել, ու այդ վիդեոյի մեկնաբանություններում ամուսինս մեկնաբանություն է թողնում, որ շատ է սիրում տոլմա, հայկական մշակույթը ու ուտելիքները ու շատ է ուզում նաև սովորել հայերեն։ Այդ շրջանում ես շատ կորեացի ընկերներ ու ծանոթներ
կարծիքներ ունեի ու բնականաբար իրեն էլ որոշում եմ որ օգնեմ, որովհետև ինքը իմ ճանաչած առաջին կորեացիներ, որ ցանկություն է հայտնում հայերեն սովորելու ու քանի որ Հայաստանում չնայած նրան որ շատ մեծ տարածում ունի Կորեան, շատ մեծ հայտնիություն ճանաչում, իսկ Կորեայում լրիվ հակառակն է, շատ քչերը գիտեն Հայաստանի մասին, որ Հայաստան երկիր կա նույնիսկ, որոշեցի ուրախացա նախ իմ մեջ, շատ մեծ ուրախություն ու ոգեշնչվածություն մտավ ու որոշեցի, որ օգնեմ իրեն, ուղղակի մարդկային առումով սովորել մեր լեզուն ու ինչու ոչ մտածեցի, որ ինչ որ չափով մեր ազգին կարող է ինչ որ օգուտ եմ էլի տալիս այդ իմ քայլով, այդպես է սկսել մեր ծանոթությունը, իսկ մարդկանց կարծիքի հետ կապված իրականում շատ տարբեր են եղել կարծիքները, հիմնականում հակասական ու բացասական, բայց իհարկե իմ համար ամենակարևորը իմ զգացողությունն է, եթե ես ինչպես եմ զգում ինձ, ինչպես է իմ ամուսինը վերաբերվում ինձ, ինչ հարաբերություններ ունենք մենք ու բնականաբար կողքի կարծիքները կարելի ասել մեծ հաշվով անտեսել եմ։ Նաև ձեր մեջ տարիքային տարբերություն կա եւ արդյոք չկար այն վախը, որ տարիքային տարբերությունը կարող է օրինակ խանգարի հարաբերությունների լիարժեք լինելուն։ Եթե իրեն չճանաչեի, միգուցե լիներ այդ վախը, եթե օրինակ միջավ իրեն ճանաչելը, ասեին, այ կուզենաս տարիքով մեծ մարդու հետ ամուսնանաս, գուցե պատասխանեի ոչ, բայց քանի որ ամուսնուս ճանաչել եմ, սկզբից որպես մարդ, հետո ինքը ինձ սովորեցրել է կորեերեն, ընկերներ ենք եղել մենք շատ լավ, հետո դրանից նոր սկսվել են մեր հարաբերությունները, իրեն ճանաչելով, իր հետ շփում ունենալով, առօրյա կիսելով, բնականաբար վախը չի եղել, որովհետև այնպիսի մարդ է ինքը, որ իրար հետ շատ հեշտ լեզու ենք գտնում, յուրաքանչյուր ինչ որ խնդիր միասին սիրո միջոցով, իրար հասկանալու միջոցով շատ հեշտ հարթվում է ու որպես այդպեսին շատ լուրջ խնդիրների առաջ չենք էլ կանգնում, հատկապես տարիքի հետ կապված ինչ որ խնդիրների չենք բախվել մինչև հիմա։ Իսկ ինչպիսի ընդունելություն դու տեսար, երբ որ գնացիր իրենց մոտ, ինչպիսին էր քո համար իրենց մշակույթը, նաև իր ընտանիքի հետ ծանոթությունը։ Ցավոք ամուսնուս մայրն ու հայրը մահացել են ավելի շուտ ու ծանոթացա միայն ամուսնուս քույրերի ու եղբայրների հետ, իրանք շատ են էլի, բավականին թվով 7-ն են ամուսինս էլ հետները, անկեղծ կլինեմ, կորեացիները որպես այդպեսին շատ հյուրասեր ու ջերմ տենց գրկաբաց մարդիկ չեն, ինչպեսին օրինակ մեր ազգն է, այն որ մեկին տենում ենք, սենց որ ասում ենք մտեք մեր տուն ու զգացեք ձեզ ինչպես ձեր տանն է, չէ, այ այդ ամեն ինչը այդքան էլ չենք նկատի կորեացիների մոտ, ինչքան որ մեր մոտ է, բայց այնպես էլ չի որ վատ են ինձ ընդունել, վատ վերաբերմունք են ցուցաբերել, ուղղակի մեր հայկական մշակույթին, ավանդույթներին, այդ ջերմությանը սովոր լինելուց հետո ինձ համար մի քիչ ավելի սառը մարդիկ էին իրենք, բայց բնականաբար շատ լավ վերաբերվել են ինձ, մնացել ենք իրենց բոլորի տանը 1 օր, 2 օր, երբ Կորեայում էինք այդ շրջանում, ջերմ վերաբերմունք եմ ստացել, արժանացել միայն, բայց մեր հայկական այդ ջերմությունը, սենց սրտացավությունը չկա ամեն դեպքում այնտեղ։ Իսկ ինչպիսին էր այդ մշակույթների տարբերությունը, միանշանակ դու նախկինում բավականին մեծ հետաքրքրություն ես ունեցել, բայց երբ որ արդեն իրականում տեսնում ես այն ամեն ինչը, ինչ որ օրինակ նախկինում երազել ես թեկուզ տեսնել, ինչ զգացումներ էր քո մոտ, ոնց ես այդ շրջանը ապրել քո այդ զգացմունքները։ Նախ շատ երջանիկ էի, երբ վերջապես հայտնվեցի Կորեա, իմ վաղեմի երազանքն Կորեայում հայտնվելը, իհարկե չէի մտածում, որ ամուսնանալուց հետո այնպես կլինի, որ ամուսինս էլ կորեացի կլինի, որ միասին կգնանք Կորեա, չէի մտածում դրա մասին, բայց երբ հայտնվեցի Կորեա, ոտքս դրեցի, սենց ահա որ երջանիկ էի այդ պահին, որովհետև եւս +1 երազանք կատարվեց այդ պահին։ Զգացմունքներս իհարկե շատ ուրախ էի, չնայած որ նաեւ շատ դժվար էր, որովհետև երեխայից հետ էի գնացել, փոքր երեխայի հետ, գիտենք բոլորս էլ, որ դժվար է վայելել այնպես, ինչպես որ օրինակ կվայելեիր մենակով կամ օրինակ միայն ամուսնուդ հետ։ Իսկ մշակութային տարբերություններ կան, իհարկե տարբերություններ, բայց ունենք նաև շատ նմանություններ, օրինակ սենց աչքի ընկնող նմանությունը, որ կարող եմ առանձնացնել, դա մեծին հարգելն է, չնայած որ կորեացիների մոտ այդ ամեն ինչը շատ ավելի արտահայտված է, իրանց մոտ մեծին հարգելը, դա չգիտեմ, օրինակ, ոնց ենք մենք խոսում Աստծո մասին, իրենք այդպես խոսում են իրենց մեծերի մասին, շատ ուժեղ է արտահայտված իրանց մոտ մեծի հանդեպ հարգանքը, ինչը որ օրինակ ինձ շատ է դուր գալիս այդ ամեն ինչը։ Իսկ ինչպիսին էր ձեր ընտանիքի արձագանքը, երբ որ առաջին անգամ նախ իմացան, որ դու ընտրել ես քո կողակցին, ով պետք է լինի տվյալ ազգության ներկայացուցիչը, եւ երբ որ արդեն իրականում նրան հանդիպեցին։ Սկզբից բնականաբար վախեր կային, այն որ հայ չի էլի, որ իջնեն բակ գնան այդ հայաթից ճշտվեն ով է այդ մարդը ինչա ծա որտեղից է, այս պահերը չկար, լրիվ անծանոթ մարդ, օտար երկրից եկած, բնականաբար սկզբից բացասական արձագանք է եղել ընտանիքիս կողմից, բայց հետո երբ հասկացան, որ մեր սերը իրոք շատ ուժեղ է ու մենք լուրջ ենք տրամադրված, արդեն քիչ-քիչ իրենք էլ սկսեցին համակերպվել, խնդրեցի ընտանիքից, որ տան հնարավորություն իրեն ճանաչելու, վստահ եմ, որ երբ ճանաչեն, իրենք ինձանից էլ ավելի շատ են ընդունելու ու սիրելու
ու փարկաստո այդպես էլ եղավ, հիմա իրենք էլ էլի իմ բարեկամները ինձ որ տեսնում են առաջինը ամուսնուց են հարցնում Ջոն ոնց է երբ է գալու, ոնց է իր մոտ գործերը, շատ ընդունել են, շատ սիրել են բոլորը, հիմա արդեն ամեն ինչ հարթ է, բայց սկզբից բարդ է եղել շատ։ Նաև դու մի անգամ story հարթակում կիսվել էիր, որ մարդիկ շատ հաճախ իրենց վատ ձևով են դրսևորում ու օրինակ չեն գիտակցում, որ դիմացինը կարող է որևէ ազգության ներկայացուցիչ լինել ու տարբեր ազգություններին, նման ազգություններին պիտակավորումներ են տալիս։ Ինչպես ես կարողանում, երբ որ օրինակ ամուսինդ քո հետ միասին է լինում եւ այստեղ ոնց է կարողանում միասին այդ ամեն ինչին արձագանքել, չգիտեմ, ինքը հայրեն լավ տիրապետում հասկանում է, թե դու օրինակ կարող է հնարավոր լինի, որ ինչ-որ մի բան հասկանա։ Շատ լավ չէ, չնայած որ երբ էստեղ էր ապրում, իջավ գործուղման մեկնելը, ինքը իրանով հայերեն էր սովորում, ամեն ինչ մեր ազգին հասկանալու համար, ինտեգրվելու համար մեր ազգի մեջ, բայց իհարկե հատկապես ժարգոնային բառերը բնականաբար չի հասկանում, որտեղ ինքը սովորում էր գրքով, ինչ որ բնականաբար միայն գրական հայերեն է ինքը սովորում ու հասկանում։ Սկզբից շատ սուր արձագանքեր իմ կողմից, երբ օրինակ ամուսնուս ինչ որ վատ ռեպլիկներ կարողա թողնել մեր հետևից, օրինակ հլես ուզբեկին, ես չինացուն, հատկապես այն կորոնայի շրջանում շատ սարսափելի էր։ Միասին ավտոբուս էինք բարձրանում, բոլորը ասենց մեզ էին նայում, չնայած որ օրինակ կորոնայի շրջանում հայտարարված էր, չէ՞ որ դիմակներ պետքա կրենք, չնայած նրան որ բոլորը կարող առանց դիմակ լինեն, միայն մենք լինենք դիմակով, մենք ենք էլի մենակ օրենքը պահում, բայց միևնույնն է մեզ էին որ թարս նայում, բոլորը չինացուն բան իբր եկել է, նույնիսկ չիմանալով որ չինացի չի, էլի ինքը կորեացի է։ Որ բախացել են որ դիմակները տերերը կարող է հիվանդը դուք եք էլի դիմակ եք։ Բայց այդ կորոնայի շրջանը լավ ինչ որ միտեղ մարդկանց վախեր ընդունելով հասկանալով այդ ամեն ինչը անտեսում էի առաջ էինք անցնում, բայց օրինակ դրանից հետո կամ դրանից առաջ միևնույնն է մեր ազգի վերաբերմունքը օտարազգիների նկատմամբ ասել եմ ու հիմա էլ կասեմ, որ սարսափելի է, ընդհանրապես հարգանք չկա դիմացինի հանդեպ, հատկապես օտարերկրացու հանդեպ, ինչը այս վերջերս էլ հոլովակ էի տեղադրել, սկզբից իմանալով ու նշելով, որ ինձ միգուցե համարեք ազգի դավաճան, բայց չէի կարող այդ ամեն ինչի մասին չխոսել, չբարձրաձայնել, որովհետև հատկապես օտարերկրացիների հետ ամուսնացածները փաստում են այդ ամենը, որ իրոք իրենք էլ են բախվել այդ խնդիրների հետ, սարսափելի է ուղղակի, թե ինչպես են ընդունում ու վերաբերվում օտարազգիներին, հատկապես այդ ասիական կողմերին ու հատկապես այն, որ իրենք չեն հասկանում ինքը ճապոնացի է, չինացի է, ուզբեկ է թե կորեացի նույնիսկ չեն էլ իմանում, որտեղ շատերը չգիտեն, որ Կորեա երկիր կա, Կորեա ազգ կա ու իրենց իրավունք են վերապահում, ինչ որ ռեպլիկներ թողնել, կոչեր անել ետևից մարդու, ինչը շատ վիրավորական է, առաջինը ինձ համար որպես հայ։ Իսկ չկա նույն վախը, որ կարող է օրինակ դա տեղ ունենալ ձեր երեխայի հետ, որովհետև գիտենք, որ այսօր ոչ ոք դրանից օրինակ ապահովագրված չի, մանավանդ մեր հասարակության մեջ, ինչ ես կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկես, որ այդ ամեն ինչը կանխվի։ Ես իմ կողմից հնարավոր բոլոր քայլերը այս պահից ու միշտ փորձել եմ ձեռնարկել։ Առաջինը պետք է մեզ հասարակությունը գիտակից դառնա, ծնողների կողմից երեխաները պետք է դաստիարակվեն, սովորեն, որ չի կարելի տեսնել արտասահմանցի ու իրան օրինակ քեզանից առանձնացնել, մտածել, որ ինքը քեզանից լավն է կամ վատն է ինչ որ չափով։ Ինքն էլ սովորական նույն մարդն է, ինչ որ օրինակ մենք նույն միսու արյունն ենք։ Պետք է այդ ամեն ինչը գա ընտանիքից, ծնողները պետք է սովորացնեն երեխաներին։ Իհարկե վախը եղել է երեխայից հետ կապված։ Միշտ մտորումների մեջ եմ եղել, արդյոք կարողանամ այդ ամեն ինչը հաղթահարել, արդեն երբ երեխայից կպնի այդ խնդիրը ու միգուցե օրինակ գա ինչ որ մի տենց շրջան, որ այնքան այդ ամեն ինչը վիրավորական լինի, որ ստիպված լինեմ օրինակ լքել երկիրը, բայց փառք Աստծո, այս պահին նման խնդիր չկա։ Եղել է, որ երեխային շփոթել են, ազգությունը չեն հասկացել կոնկրետ հայրիկը ինչ ազգի է պատկանում, բայց միշտ փորձում եմ սիրով ուղղակի պատասխանել, բացատրել, որ իր պապան կորեացի է, հայ կորեացի է ինքը ազգությամբ ու քանի որ բլոգ եմ վարում, տղայիս էլ դեհոին հաճախ եմ ցույց տալիս իմ բլոգում, շատ են իրեն ճանաչում, որ գնում են գրեթե միշտ իրեն ճանաչում են ու դեռևս տենց ինչ որ խնդրի չենք բախվել կամ ինչ որ ատելության ալիք հատկապես երեխայիս հետ կապված դեռ չեմ նկատել, հակառակը բոլորը շատ սիրում են, ուրախանում են, երբ տեսնում են իրար, լսում են իր մասին, այդպես։ Նաև ձեր բլոգում, այսինքն ձեր բլոգի մաս է կազմում ձեր մայրիկը եւ երբ որ զրուցում էինք միմյանց հետ, ես նշեցի, որ շատ եմ սիրում ձեր հոլովակները, ինչպես որոշեցիք, որ պետք է այդ հոլովակները նկարեք, ձեր հումորային հոլովակները եւ արդյոք մայրիկի համար հեշտ էր համաձայնվել մասնակցել այդ ամեն ինչին։ Նախ ասեմ, որ մամաս սենց շատ
ջահելական, այս բառը իրան շատ ասազում, կյանքով լիամամաս ու յուրաքանչյուր տենց ինչ որ խենթ մտքի միանգամից համաձայնվում է։ Սկզբից իհարկե իրան մի քիչ բարդ էր նկարահանվել, իմ տեսահոլովակն եմ տեղադրել, հետո մարդկանց արձագանքը, բայց քանի որ առաջին հենց վիդեոից հետո տեղադրված մենակ դրական արձագանք ա եղել հատկապես մամայի հետ կապված, բոլորը ասում են, «Վայ, ինչ լավ, այելի տեղադրեք մամայի հետ վիդեոներ, մեր բարեկամները, ոչ բարեկամները, ծանոթները, չգիտեմ, սենց շատ դրական արձագանքի արժանանում մամայի հետի վիդեոները»։ Դրա համար արդեն երբ որ սկսեց իրան էլ դուր գա, տեսավ այդ կողմի հավես պահը զգաց, արդեն ինքն է մեկ ասում, «Վայ, արի, ես ինչ վիդեո նկարենք, տեղադրենք, ես ինչ բան անենք, այն ինչ բան անենք», արդեն ինքն է սիրով այդ ամեն ինչ անում։ Դրա համար իր այդ նկարված վիդեոները նաև շատ հավես, սենց ընտանեկան հումորային, մտերմիկ ինչ որ վիդեոներ են լինում։ Նաև Նարինե ջան, դուք արդեն սկսել եք զբաղվել լուսանկարչությամբ, կպատմեք մի փոքր ձեր այդ գործունեության մասին, ինչ կյանքի նոր փուլում եք հիմա։ Այստեղ մի փոքր ուղում մտցնեմ, ոչ թե սկսել եմ զբաղվել, մոտ 3 տարի արդեն որ զբաղվում եմ, ուղղակի ավելի մեծ թափով, այս 2 ամիսա ինչ մտել եմ այս ոլորտի մեջ, որովհետև մինչ այս ունեի հիմնական աշխատանք կորեական ընկերությունում, իսկ հիմա ինչ-ինչ իրադրությունների հետևանքով հիմա չունեմ հիմնական աշխատանք, դրա համար որոշեցի որպես հիմնական ֆինանսի աղբյուր դարձնել լուսանկարչությունը, նոր պրոֆեսիոնալ տեխնիկա գնեցի ու հույս ունեմ, որ թեկուզ մի քանի ամսից արդեն ավելի պրոֆեսիոնալ, ավելի մեծ թափով ինձ այս ոլորտում կտեսնեք ու նաև հաճախորդներ կունենամ շատ։ Ուրախ եմ, այս լուսանկարչությամբ շատ վաղուց եմ ուզել զբաղվել, միշտ երազել եմ, իմ մանկության երազանքն է եղել ունենալ պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Առաջին տեսախցիկս նվիրեց ամուսինս, որից հետո արդեն ինքս իմ բյուջեով գնեցի արդեն իմ երկրորդ տեսախցիկը ու շատ մեծ հույսեր ունեմ կապված լուսանկարչության հետ։ Նաև որպես ամփոփիչ հարց, ինչպես եք պատկերացնում ձեզ, ձեր ընտանիքին 10 տարի հետո։ Ոյ, չեմ պատկերացնում, բայց հուսամ ամենակլխավոր կետը, որ կունենանք այն երջանկությունը, որը ունենք հիմա, առողջությունը, իհարկե ամենակարևորը, դրանից է բխում մնացած կետերը։ Չեմ փորձում երբեք պատկերացնել, մտածել ապագայի մասին, ապրում եմ այսօրվա օրով, փորձում եմ լինել երջանիկ այսօր, թե ինչ կլինի վաղը, ցույց կտա արդեն դա ժամանակը ու կտեսնենք, կբախվենք, թե խնդիր կլինի, թե երջանկություն կլինի, կապրենք այդ պահին ու կտեսնենք։ Դե ինչ Նարինե ջան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ Թամարա ջան։ Ձեզ եւս շնորհակալ ենք մեր սիրելի հետևորդներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ կիրակի։